Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության և Ֆրանս Ֆորմասիոն ինտերնասիոնալի համատեղ ջանքերով Սևանում իրականացվեց «Սկսենք 5+1» խորագրով ակցիան։ Այն ուղղված է ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածմանը։ Ակցիան մեկնարկեց Սևանի պետական քոլեջից։ Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ֆրանկոֆոն ակումբի մասնակիցները քոլեջի ուսանողներից մի քանիսին սովորեցրին ֆրանսերենով 6 նախադասություն։ Սևան Գրենոբլ համագործակցության շրջանակներում Սևանում շուրջ 6 տարի անցկացվում են ֆրանսերեն լեզվի անվճար դասընթացներ։ 12 տարեկանից բարձր տարիքի սովորողներին ֆրանսերեն ուսուցանում են Ֆրանս Ֆորմասիոն ինտերնասիոնալի մասնագետները։ Դասընթացի մասնակիցները ֆրանսերենի ուսուցմանն ուղղված ակցիան անցկացրին նաև Սևանի քաղաքապետարանում։ Bonjour նշանակում է բարև, salut ողջույն, օգտագործում են ընկերական միջավայրում, bonsoir բարի երեկո, je m'appelle Ala, իմ անունը Ալա է։ Ես ձեզ հորդորում եմ, որ իսկապես շատ լեզուներ սովորել, որտեղ շատ լեզուները մարդկանց ասպառ հնարավորություն է տալիս ցանկացած մասնագիտական գրականությունից օգտվել օտար լեզու։ Ես հաճախում եմ ֆրանսերենի դասընթացների արդեն 2 տարի եւ մասնակցում եմ այսպիսի միջոցառումների։ Սովորեցրեցինք շատ մարդկանց, թե ինչպես է պետք է սովորել ֆրանսերեն եւ նաեւ մեկ նախադասություն je ne comprends pas français, ես չեմ հասկանում ֆրանսերեն, դրա համար էլ մեր ակումբը կոչվում է 5+1։ Ֆրանսերենի ժամանակ սովորում ենք շատ հետաքրքիր եւ կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր չգիտեն ֆրանսերեն եւ կուզեն սովորել, թող գան դասընթացների։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Սևանը զերծ չի մնում միջոցառումներից եւ այս տարի եւս մասնակիցը եղանք այս միջոցառումներին երկամսյա եւ 4-րդ տարին այս ակցիան արդեն պարբերաբար ամենամյա կազմակերպվում է այցելելով կրթական հաստատություններ, Սևանի խանութներ, այլ կառույցներ, համայնքապետարան։ Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ֆրանկոֆոն ակումբի մասնակիցները ակցիան ավարտեցին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցում։ Արփինե Մինասյան, Արգամ Պողոսյան, Գեղամաոր։